Առաջինը մենք հիշում ենք, որ Սամվել Կարապետյանը ինչ դեր է ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ, որի մասին մենք մինչև այս չենք արտահայտվել։ Մենք պատրաստ ենք հրապարակել, ուղղակի այնտեղ կա մի երկու տեխնիկական խնդիր։ Առաջինը պետական գաղտնիքի հետ կապված տեխնիկական խնդիր է, եթե թույլտվություն ունենանք, մենք պատրաստ ենք, եւ երկրորդը Սամվել Կարապետյանը հետախուզման տակ է Ադրբեջանի կողմից։ Ի դեպ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավից ոչ ոք Ադրբեջանի կողմից հետախուզման տակ չի։ Անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարին թուրքական պետությունների գագաթնաժողովի կենտրոնում Ղազախստանում տրվել է շքանշան։ Հայ ազգի ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը հետախուզման տակ է։ Ինչու է հետախուզման տակ Սամվել Կարապետյանը 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանում, ինչու իրենք չեն, իսկ Կարապետյանը է։ Արդյոք սա ինձ թվում է պարզ է, որ իր հայրենիքին իր աջակցության պատճառով ամենամեծ աջակցությունը Հայաստանին, հայկական պաշտպանությանը կատարվել է նրա կողմից, թե Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով, թե այլ դրամավակների միջոցով, թե նաև այլ գործիքակազմերի միջոցով։ Այս ժամանակվա պաշտպանության նախարարն էլ թող հաստատի, կարող է հաստատել, գիտեմ, որ լրագրողները կարող են իրեն հարցնել, ով է Հայաստանում ամենաշատը հայկական պաշտպանությանը պետությունից հետո աջակցություն տվել։ Եվ ինչու են Սամվել Կարապետյանին հետախուզման հայտարարել Ադրբեջանի կողմից, ինչու է հայտարարվել։